Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ։ Նորից հենց համատացում տեսնում ենք, որ երկու թեմայից եմ խոսալու։ Առաջի թեման Տաշիրի առաջացամցի բուլկին է, երկրորդ թեման էլ համացածում տարածված արդեն մեզ բոլորիս հայտնի այդ անդաստիրակ երեխաների պահվածքը, այդ ծեսկրտուքը, ինչ ասում Տաշիրի առաջացամցի բուլկին։ Նորից հենց մարզեր գնալով, գյուղեր գնալով, ոգևորված մատ ասենց թափ տալի, ասում է, այս մի բանը թող անեն, մի բանը թող անեն, իշխանության ասում, թող այս մի բան անեն, այս մի բանը ավելի ճիշտ է, այս մի բանը ավելի լավ է, այս մեկը չեն անում։ Ինչպես միշտ ասել ենք, անընդհատ նորից ձեզ ասում ենք, քանի որ դուք գիտեք, դուք այն տեսակն եք, որ ձեր երեսի թքում են ասում են անձրև է գալիս, դուք այդ տեսակի նման եք։ Դուք այնքան հոտառությունները, այնքան, գիտեք ոնց, այնքան պատոշ եք, դուք ինքները ձեզ ճանաչելով, թե դուք ով եք, թե դուք ինչ եք արել, մի հատ է ձեզ թույլ եք տալի այսօր իշխանությանը թելադրեք, թե իշխանությունը ինչ պետք է անի, կամ իշխանությունը ինչ չի արել, կամ իշխանությունը այս մի բանի տեղը թող այս մի բանն անի։ Նախ ուզում եմ ասեմ, որ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում այն ինչ որ կատարվում է, բոլորն է առաջնահերթ խնդիրներ է, որը պահանջվում է առաջնահերթ լուծումներ, սկսած ճանապարհներից, վերջացրած դպրոցներով, մանկապարտեզներով եւ ամեն ինչով։ Հիմա այդ մեզ խոսալու տեղը, այդ որ հիմա տես գնում եք գյուղեր, քաղաքացիների արչեւ, չգիտեմ, ձեզ եք ուզում ներկայացնեք մարդկանց արչեւ։ Դուք ունացել եք բոլոր հնարավորությունը Տաշիրի առանց բուլկին։ Ես դրանունը չգիտեմ էլ այդ ջահելի։ Քո հերը, քո պապատ իշխանության կազմը եղել։ Ու դուք հոպարը տեր եւ Ռոբիկի եւ Քոչո հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ եղել։ Դες որևէ խնդիր չեք ունացել։ Ունացել եք բոլոր հնարավորությունները, որպեսզի մի բան սարքեք, որ այսօր ունացել եք բոլոր հնարավորությունը, որ սրանից 10-15-20 տարի առաջ մի բան սարքեք։ Որ այսօրվա իշխանությունը ստիպված չեղներ 20-30 տարվա չսարքածները սարքի։ Դուք ունենալով բոլոր հնարավորությունները ոչինչ չեք սարքել։ Հայ մարդու հարմարավետության եւ կոմֆորտի հաշվին ձեր գրպաններն եք լցրել։ Հայ մարդու հարմարավետության եւ կոմֆորտի հաշվին ձեր հարմարավետ եւ կոմֆորտ միջավայրն եք ստեղծել։ Հայաստանի Հանրապետությունը աշխատացրել է ձեր անձնական հարստության համար։ Հայաստանի Հանրապետությունը։ Այստեղով էլ Նիկոլ Փաշինյանը ձեզնով տարբերվում է, որ դուք Հայաստանի Հանրապետությունը աշխատացրել եք ձեր անձնական հարստության համար, իսկ Նիկոլ Փաշինյանը աշխատում է Հայաստանի Հանրապետության հարստության համար։ Տարբերություններ եք ման գալի, հա, եւ տարբերությունը։ Որ Նիկոլ Փաշինյանը աշխատում է Հայաստանի Հանրապետության հարստության համար, դուք Հայաստանի Հանրապետությունը աշխատացրել եք ձեր հարստության համար։ Տաշիրի բուլկին անընդհատ մի հատ, չգիտեմ, դպրոց է ռեկլամանում, այս սարքել են։ 30 տարի առաջ մի հատ դպրոց են սարքել, Տաշիրը դες մի հատ դպրոց է սարքել, Տաշիր գյուղում։ Արդեն, չգիտեմ, մի 30,000 հատ դպրոցի ռեկլամ է արել։ 30 տարի առաջ մի հատ դպրոց է սարքել։ 30 տարի այդ մի դպրոցը ռեկլամանում։ Ինքնահաստատվելով այդ մի դպրոցի վրա։ Բա որ դուք 300 հատ դպրոց մանկապարտեզ սարքած տեղնեիք։ 300,000 տարի խոսայի կարա։ Այդ ի՞նչ է ձեր վիճակը։ Ու մի հատ էլ առանց գետինը մտնելու։ Եկել եք ասում եք, այս դպրոցների մանկապարտեզների տեղը կարելի է այս սարքած։ Հայաստանի Հանրապետությունում այն ինչ որ անվում է, բոլորն էլ անհրաժեշտ խնդիրներ են, անհրաժեշտ լուծումներ է պահանջում։ Ինչպես դպրոց մանկապարտեզ, այդպես էլ ճանապարհները, ինչպես դպրոցները մանկապարտեզների ճանապարհները, այդպես էլ աշխատատեղերը, այդպես էլ աշխատավարձի բարձրացումները, այդպես էլ թոշակառուների բարձրացումները։ Իմ տատը մինչև 2016 թվականը ստանում էր 15,000 դրամ։ 2018 թվականից անմիջապես հետո ստանում էր 30,000 դրամ։ 50%-ով, ինչ 50, 100%-ով թոշակը բարձրացավ։ 15,000 դրամի տեղը մինչև 2018 թվականը, 2018 թվականից հետո 30,000 դարավ։ Ու հիմա ավելի շատ է ստանում, ու տարի ավելի շատ է ստանալու։ Հիմա եկել եք, ձեզ ելույթ եք ունենում, ես մտել եք մարդու կերպարի մեջ, հայ մարդու կերպարի մեջ եք մտել, ու հայ մարդու հետ ուզում եք բան խոսակ։ Դուք ուր, հայ մարդիկ ուր, դուք ինչ կապ եք ունացել հայ մարդու հետ։ Դուք հայ մարդկանց տասնյակ տարիներով կոպեկներով աշխատացրել եք ձեր անձնական հարստության համար, չհարգելով հայ մարդու տրուդը, քրտինքը։ Բա տենց հայ մարդկանց մասին մտածում եք։ Բայց Տաշի պիցաներում հարյուրավոր հայ մարդիկ են աշխատում, ուսանող երեխեք են աշխատում։ Բա հարգեք այդ մարդկանց աշխատանքը։
Բա հարգեք այդ մարդկանց աշխատանքը, բայց մարդկանց աշխատանքին համապատասխան այդ մարդկանց վճարեք։ Ինչ չեք հարգում այդ մարդկանց աշխատանքը։ Ինչ չեք այդ մարդկանց աշխատանքին համապատասխան այդ մարդկանց վարձատրում, որ քրտինքը վրերքները գցելով ձեր տաշի պիցաներում աշխատում են կոպեկներով։ Բա հարգանքից եք խոսում։ Մարդու աշխատանքի հարգանքից եք խոսում։ Բա տաշի պիցայում աշխատողները հայ մարդիկ չէ։ Երիտասարդներ են։ Բա հարգեք հայ մարդկանց այդ երիտասարդների աշխատանքը եւ իրենց աշխատանքին համապատասխան իրենց ներողություն, իրենց վճարեք։ Ինչ չեք հարգում այդ մարդկանց աշխատանքը։ Տաշիրի բուլկա, ջահել։ Դու գիտես ինչ, քո իրավունքներն է Հայաստանի Հանրապետությունում, այսօրվա Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրավունք ունեն խոսելու, արտահայտվելու, քաղաքականությամբ զբաղվելու, բիզնեսով զբաղվելու, սուտ խոսելով զբաղվելու, հայ մարդու կերպարի մեջ մտնելով ամեն ինչի մեջ ազատ են, ազատ պետությունն է, խոսքի ազատությունն է, ու այդ ազատությունը, այդ ազատության հարստությունը Տաշիրը չի իր հետ Մոսկվայից բերել։ Այս խոսքի ազատությունը, որ բոլոր հայ մարդիկ օգտվում են այս ազատությունից, դա վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեփական ձեռքբերումն է, սեփական ձեռքբերումն է, արա։ Ու դուք այո, դուք մենք բոլորս, բոլոր հայ մարդիկ օգտվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեփական ձեռքբերումից։ Եվ ծավալում են իրենց գործողությունը։ Բայց լսի գյադա, այ պուճուրիկ մարդ, այդ որ տենց բաներով, ժեստերով խոսում ես, լսի քեզ ինչ ենք ասում։ Ամեն ինչ ունի իր կարմիր գիծը։ Հոպարիտ փողերը, այ Մոսկվայի ալիգարխի աղբոր տղա։ Հոպարիտ փողերը ոչ մեկից չի փրկելու քաղաքական մակարդակով։ Իսկ նրանք ովքեր կաստեն կարմիր գծերը, քաղաքական մակարդակով կենթարկվեն սամասուդի։ Ոչ ոք չի խնայվի քաղաքական մակարդակով։ Ոչ ոք։ Այս այդ լակոդոկոտների այդ գյադեքի ու ես ասեմ, ինձ հանգար չասեք կոպիտ ես խոսում, ավելորդ անթույլատրելի բառեր ես օգտագործում։ Ոչ ոք չամարցակվի։ Ես իրանց խոսածին համապատասխան ամենայն նուրբ եւ գրական ձևով արձագանքում եմ ես իրենց։ Ու այո, նրանք ովքեր կհատեն կարմիր գծերը, ոչ մի Ռուսաստան բնակ օլիգարխ հոպար ոչ ոքի չի փրկի քաղաքական մակարդակով։ Եվ այո, բոլոր կարմիր գծեր հատողները Հայաստանի Հանրապետությունում բոլոր կարմիր գծեր հատողները քաղաքական մակարդակով կենթարկվեն սամասուդի եւ ոչ ոք չի խնայվի։ Ոչ ոք։ Եվ Տաշիրի բուլկին այս պետությունում անձնմխելի անց չէ։ Ինչպես Տաշիրի, ինչպես բոլոր նրանք ովքեր հատել են կարմիր գծերը ենթարկվել են իրական Հայաստանի Հանրապետության սամասուդին քաղաքական մակարդակով, Տաշիրի բուլկին իրանից ինչ այլ ներկայացրել, որ ինքը հանկարծ մտքով անցնի կարմիր գծերը, ինքը չոքած պետության բուրմունքը չշնչի, լեզուն ասֆալտի վրա քսելով, ով այն չացուա, հասկացանք, որ ալիգարխ Տաշիր Սամոյի աղբոր տղեն, հասկացանք, որ շատ փող ունեն, կա մարդ, որ իրա փողի քանակը իրան թույլ է տալիս, որ պետությունից ավել խոսա, որ կարանա պետության վրա տոն բարձրացնի, եթե դե մարդիկ կան, նախորդ ես քաղաքական մակարդակով ցավակցում եմ այդ մարդկանց, քաղաքական մակարդակով ցավակցում եմ այդ մարդկանց հարազատներին։ Այս դատագյուտեքի վերաբերված։ Մեկը ինչքան էր, որ նոտայի տակ է, ինչքան էլ ոռնոցներուն դնեն, հայ մարդու ցավը տանեմ ես։ Հայ մարդը թացը չորից տարբերող մարդ է։ Հայ մարդը թացը չորից տարբերում է։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե հայ մարդը, կեցե աշխատասիրությունը, կեցե հոգատարությունը, կեցե կյանքը, մահ թալանին, մահ մահվանը, մահ անտարբերությանը, մահ։ Իսկ ինչ վերաբերվում է սիրելի մարդիկ, համացածում տարածված այդ երիտասարդների լկտի պահվածքին, որ 4-5-6 հոգով հարձակվել էին եւ ծեծի են ենթարկվում մի տղայի այդ խուլիգանական պահվածքի, գիտեք ինչ, սա համացածում այս դեպքը տարածվել է։ Մենք բոլորս ականատես ենք եղել այս դեպքին, դրա համար ես էլ, ովքեր որ նայել են, հաստատ իրանց սիրտը ցավացել է։ Բայց գիտեք, ինչ եմ ուզում ասեմ, այս դեպքեր, եթե սխալված չեմ լինում, սխալված չլինեմ, ամեն օր է տեղի ունենում։ Ուղղակի մենք անկանատես չենք լինում։ Ամեն օր, եւ Տավուշի մարզում, եւ Սյունիքի մարզում, եւ Մայրաքաղաք Երևանում, եւ Լոռու մարզում, ամեն օր եք, ամեն պատի տակ, ամեն օր է տեղի ունենում նման դեպքեր։ Ուղղակի մենք զարմացել ենք, ներվայնացել ենք այն փաստից, որ
հանրային հնչեղություն ստացել։ Դրա համար մենք ներվայնացել ենք։ Բայց ուզում եմ ասեմ, որ նման դեպքերը ամենուր եկա, ամենուր ենք։ Ով այս ամենի մեղավորը։ Առաջինը այդ լկստված անդաստիրակ երեխաների ծնողներն են, ովքեր իրանց չեն զբաղվում իրանց երեխաների դաստիարակությամբ եւ իրանց երեխաները մեծանում են փողոցային խուլիգան դաստիարակությունով։ Երկրորդ հերթին դպրոցն է։ Երրորդ հերթին իրավապահ համակարգն է։ Ու եւ այո, եթե այս դեպքերից մենք ուզում ենք խուսափենք, կամ առնվազն այս դեպքերը ամեն օր տեղի չունենա, ամիսը մեկ անգամ, տարի մեկ անգամ այսպիսի դեպքեր ունենան։ Նախ առաջին հերթին պետք է ծնողները շատ աշխատեն իրենց երեխաների դաստիարակության վրա։ Երկրորդ հերթին դպրոցում իրենց ուսուցիչները պետք է աշխատեն։ Երրորդ հերթին է իրավապահ համակարգը։ Հիմա ես չգիտեմ, ես հերթականությունը ճիշտ եմ ասում, թե չէ։ Ես չգիտեմ ուսուցիչները շատ պետք է աշխատեն ծնողներից, թե ծնողները ուսուցիչներից։ Ես չգիտեմ իրավապահ մարմինները ծնողներից եւ ուսուցիչներից շատ պետք է աշխատեն, թե ուսուցիչները ծնողները իրավապահ մարմիններից ավելի շատ պետք է աշխատեն, որպեսզի անդաստիրակ լկստված երեխաներ չմեծանան։ Սա անդաստիրակություն է, սա խուլիգանական պահվածք է, սա TikTok-ի մակարդակի են, չգիտեմ, մի հատ sense տողոր մեկը ձեռները ֆրսնող, չգիտեմ, անդաստիրակ ամենայն վերջի աստիճանի անդաստիրակ պահվածք էր։ Ու ես իմ կոչը հորդորը մեկն է։ Թող ծնողները զբաղվեն իրանց երեխաների դաստիարակությամբ։ Եթե ծնողները չեն զբաղվում իրանց երեխաների դաստիարակությամբ եւ իրանց երեխաները անդաստիրակի նման 4-5 հոգով հարձակում են 1 հոգուն ծեծի ենթարկում։ Իրանց դաստիարակությունով կզբաղվի միայն ուրիշ մարդ։ Միայն ուրիշ մարդ, ու շատ ցավոտ կլինի։ Եվ իրանց անդաստիրակ երեխաների համար, եւ այդ անդաստիրակ երեխաների ծնողների համար։ Սիրելի ծնողներ, եթե դուք ձեր երեխաների դաստիարակությամբ չեք զբաղվում եւ ձեր անդաստիրակ երեխաներին չեք դաստիարակում, հավատացած եղեք։ Մի օր ձեր անդաստիրակ երեխաների դաստիարակությամբ մի այլ ուրիշ մարդ կզբաղվի։ Մի այլ ուրիշ բան, ու դա շատ մի ուրիշ մարդ ու շատ ցավոտ կլինի եւ ձեր անդաստիրակ երեխաների համար եւ ձեր համար։ Իսկ հիմա հարց է ծնվում։ Ինչու պետք է մի այլ ուրիշ մարդ զբաղվի այդ անդաստիրակ երեխաների դաստիարակությամբ, որ համ ծնողների համար ցավոտ լինի, համ այդ անդաստիրակ երեխաների համար ցավոտ լինի։ Այս հարցի պատասխանը մեկն է։ Ուրեմն պետք է իրավապահ մարմինները ուշադիր լինեն եւ հավաքագրեն իրանց ուշադրության կենտրոնում պահեն այդ անդաստիրակ երեխաներին։ Իրենք պետք է շատ ուշադիր լինեն։ Դա նաեւ իրենց ծառայությունն է, որ ամեն մի թաղմա, չգիտեմ, ամեն մի թաղմա, ինչ են ասում, թաղմասի ոնց են ասում, որ ամեն մի տարածքի պատասխանատու իրավապահ համակարգի աշխատող հաշվառության տակ նա ճանաչի իր բնակիչներին ճանաչի անկիր, ով ինչով ազբաղվում, ով ինչ վարքագիծ ունի, ով ինչ անդաստիրակության բաներով ապրում։ Եթե մեր շատ սիրելի իրավապահ մարմիններից ոմանք թերանում են իրենց աշխատանքի մեջ, անուշադրության է մատնում իրենց վրա դրված պարտականությունները, ուրիշ էլ ինչ է մնում, եթե ոչ այդ անդաստիրակ երեխաների դաստիարակությունով մի այլ ուրիշ X մարդ զբաղվի եւ այդ անդաստիրակ երեխաներին դնի իր տեղը։ Եթե այդ անդաստիրակ երեխաների ծնողները չեն զբաղվում իրենց անդաստիրակ երեխաների դաստիարակությամբ, եթե մեր շատ սիրելի ուսուցիչները ինչքան էլ որ զբաղվում են, բայց էլի չի հաջողում իրենց մոտ, որ այդ անդաստիրակ երեխաներին կարգի հրավիրեն եւ դաստիարակեն։ Եթե իրավապահ բոլորից մի օր էլ, բայց գիտեք այդ անդաստիրակ երեխաները տենց կարալու են անընդհատ 5 հոգով 1 հոգու բռնեն եւ ծեծեն, բա մի օր էլ այդ անդաստիրակները նորից 5 հոգով հատակվելու են մեկին որ ծեծեն, կամ ծեծելու ընթացքում կամ ծեծելուց հետո այդ մեկի ավագ եղբայրը կամ չգիտեմ հայրը կգնա այդ անդաստիրակ երեխաների դաստիարակությամբ հետևից ու կդաստիարակեն դաստիարակ երեխաներին։ Հետո ինչ դարավ։ Դարավ այն ամենը, դարավ մի հատ բոլոլա, որ իրավապահ մարմինները պաշտպան մակարդակի ծառայություն չեն մատուցում, որոշ իրավապահ մարմինների աշխատակիցներ, որ պաշտպան մակարդակի ծառայություն չեն մատուցում, որ որոշ ծնողներ իրենց անդաստիրակ երեխաների դաստիարակությամբ չեն զբաղվում, որ որոշ ուսուցիչներին խեղճ ուսուցիչներին ինչ անեն, խեղճ ուսուցիչներին ինչ անեն, ես այդքան էլ ուսուցիչներին չեմ մեղադրում, ինչ անեն ուսուցիչները։ Ես ավելի շատ մեղադրում եմ անդաստիրակ նման այդ անդաստիրակ երեխաների ծնողներին եւ իրավապահ համակարգին։ Մարդիկ ջան, ամեն օր այդ դեպքերը լինում։ Ուղղակի համանցածում տարածվածը մեզ բոլորից ներվայնացրել է։ Բայց ասեմ, նման դեպքեր ամեն օր է լինում։ Եվ ես այդ անդաստիրակ երեխաներին
հորդորում եմ, որ իրենք վարկյան առաջ ինքնուրույն դաստիարակվեն։ Այդ անդաստիարակ երեխաներին հորդորում եմ, որ դուք ինքնուրույն վարկյան առաջ դաստիարակվեք։ Հակառակ դեպքում, սիրելի անդաստիարակ երեխաներ, դուք դե հենց երկար չեք ձգելու եւ օրերից մի օր ով ձեր դաստիարակությունը կվերցնի իր վրա եւ ձեզ կդաստիարակի, ձեզ համար ճակատագրական ցավոտ կլինի։ Դրա համար ինքնուրույն դաստիարակվեք։ Ձեզ մնացեք այդ տիկտոկյան խուլիգանական այդ առօրյայից։ Գնացեք ձեր ազատ ժամանակը ոչ թե ծախսեք տիկտոկում հայհոյանքներ ռազմորկեք լսելուց թերթելուց, ոչ թե փողոցում 5-6 հոգով մեկ մարդու վրա հարցակվելուց եւ ծեծելու, ձեր այդ ժամանակը ձեր գիտելիքի վրա ծախսեք։ Գնացեք սովորեք, կարդացեք, գրեք, գրքեր կարդացեք։ Բոլոր անդաստիարակ երեխաների ծնողներին քաղաքական մակարդակով ես իմ ցավակցություններս եմ հայտնում։ Իմ ցավակցություններս եմ հայտնում քաղաքական մակարդակով բոլոր անդաստիարակ երեխաների ծնողներին։ Մեղքեք, զբաղվեք ձեր երեխաների դաստիարակությամբ։ Եթե դուք չզբաղվեք, եթե օրենքը չզբաղվի, եթե պատշաճ մարմինները չզբաղվեն, օրերից մի օր այդ տիպի անդաստիարակ երեխաների դաստիարակությունով մի այլ մարդ կզբաղվի։ Ու հաստատ դա ձեզ դուրս չի գա։ Ու եթե նորից այդ անդաստիարակ երեխաների դաստիարակությամբ զբաղվող մի այլ մարդու այդ տեսարանը սենց նորից համանցածում տարածվի, հաստատ էլի այս ժողովրդին դուրս չի գալու, էլի ներվայնանալու են, ասելու են այսինչ բեսպրիցել, այսինչ են անում։ Դրա համար սիրելի ծնողներ, վարկյան առաջ զբաղվեք ձեր անդաստիարակ երեխաների դաստիարակությամբ, որպեսզի ցավ չապրեք վաղը չեմ իսորը։ Ու ինձ համանցածում էլ ասում են ինչ որ այդ անդաստիարակ երեխաներից, այդ անդաստիարակ 5 հոգի երեխաներից, այո, իրանք ինձ համար ուզում եմ հալալ եղբայրը, ով ուզում է լինի։ Գիտեք ինչ, եթե ես, ասենք, ես ցեզ մի հատ օրինակ բերեմ, իրանք այդ երեխաները իմ եղբոր որդիների թայ են։ Ինձ էլ ունեմ եղբոր 3 տաղա։ Ունեմ արյունակից բարեկամներ, ովքեր այդ տարիք են, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 7-րդ դասարան։ Ես մի պահ պատկերացնում եմ, որ իմ եղբոր տղաները իրաց նման արար թույլ տան։ Ես պատկերացնում եմ իրենց ինչ օրը կգցեմ։ Իրանք էռնակ կտան, որ իրավապահ մարմինները իրանց պատժեն։ Էռնակ կտան։ Կամ իմ արյունակից որևէ մեկ իրեն թույլ տա նման ձև իրան պահի փողոցում, 4-5 հոգով հարցակվեն, ինչքան էլ ուզում ա բան լինի։ Սխալ եղած լինի։ Դες այդ կարգի էծև ծեծ է։ Գիտեք ես ինչ կանեմ։ Գիտեք ոնց կպատժեմ ես։ Էռնակ կտան, որ իրավապահ մարմինները իրանց պատժեն։ Էռնակ կտան։ Ու ասում են ինչ որ մի հատ այդ անդաստիարակ երեխաներից մեկի հայրն է, քրեակոտական հիմնարկներից մեկում է աշխատում։ Չգիտեմ, պետական պաշտոնյա է։ Եթե դա իրականության հետ կապ ունի, այդ պետական պաշտոնյան վարկյան առաջ պետք է ինքնուրույն իր դիմումին համաձայն ազատվի աշխատանքից, իր դիմում այդ չսպասի, որ իրան որևէ մեկ ասի։ Իր դիմումին համաձայն ազատվի աշխատանքից եւ գնա իր անդաստիարակ երեխայի դաստիարակությամբ զբաղվի։ Ես չգիտեմ, դա իրականության հետ կապ ունի, չունի, ասում են քրեակոտական հիմնարկներից մեկում է աշխատում, այդ անդաստիարակ երեխաներից մեկի ծնողը։ Եթե դա իրականություն է, դա իրականության հետ կապ ունի, որ անդաստիարակ այդ երեխաներից մեկի հայրը քրեակոտական հիմնարկում է աշխատում, ինքը պետք է իր համաձայն դիմումի համար ազատվի աշխատանքից եւ գնա իր անդաստիարակ երեխայի դաստիարակությունով զբաղվի։ Որպեսզի իր անդաստիարակ երեխայի դաստիարակությունով մի այլ X մարդ չզբաղվի, վերջում է գնա այն քրեակոտական հիմնարկ, որտեղ որ այդ անդաստիարակ երեխայի հայրը պաշտոն է զբաղեցնում։ Հասկացաք։ Սա իմ կարծիքը այս համացածում տարածված անդաստիարակության վերաբերյալ, անդաստիարակ կերպարի փողոցային կերպարի տեսարանի վերաբերյալ։ Առաջին հերթին ծնողներին ենք մեղադրում, երկրորդ հերթին իրավապահ մարմիններին։ Այս խեղճ ուսուցիչներին էլ ես չեմ մեղադրում։ Իրանք էլ մեղք ունեն, բայց չեմ մեղադրում։ Դատարանը ազատելա, այս սարել, այն անել։ Դե ազատի, հարգելի դատարան, ազատի, հարգելի դատավոր, ազատեք, որպեսզի ձեր անգործության հետևանքով մի այլ քաղաքացի գնա այն քրեակոտական հիմնարկ, որտեղ այդ անդաստիարակի հայրը պաշտոնյա է։ Ազատեք։
իրավապահ համակարգ, իրավական ինստիտուտ, իրավապահ ինստիտուտը պետք է կարգուն կանոն հաստատի Հայաստանի հանրապետության։ Պետք է մի հատ, չգիտեմ, մի հատ կարգ ու կանոն հաստատի։ Ամեն մեկը պետք է իր վրա դրված պատասխանատվությունը, պարտականությունները սրբորեն կատարի։ Ուղղակի անհնարին բան չկա, այդ սուտա որ ասում են անհնարին, դա դժվար է։ Դժվարին եւ անհնարին բան չկա, միան ու միան աշխատելու ցանկություն է պետք։ Միան ու միան ամեն մեկը բոլորը պետք է իրենց վրա դրված պարտականությունները սրբորեն կատարեն։ Պետք է աշխատեն։ Պետք է աշխատեն, ուրիշ ոչինչ։ Եթե բոլորը իրենց վրա դրած պարտականությունները կատարեն ու բոլորը աշխատեն, իրենց պարտականությունները կատարեն, ամեն ինչ օքեյ կլինի։ Որևէ խնդրեմ չի լինի։ Որևէ խնդրեմ։ Ուղղակի չեն աշխատում։ Ես ինքս աշխատող եմ։ Ես ինքս աշխատող եմ, ու ես իմ բնակավարում հստակ ասում եմ։ Ես կարամ ասեմ, անհնարին է, դժվար է, չի ստացվում։ Բայց ստաց կլինեմ։ Լավ էլ հնարավոր է։ Լավ էլ ստացվում է։ Լավ էլ հնարավոր է, լավ էլ ստացվում է։ Ուղղակի պետք է աշխատես։ Պետք է պատասխանատվություն ունենաս քո վրա։ Պետք է պատասխանատվություն ունենաս, պետք է աշխատես։ Եթե դու պատասխանատվություն չունես քո վրա, եթե դու քո վրա դրված պարտականությունները չես կատարում, իհարկե դու արդեն ըստիված ապրադանիներ ես բռնում։ Ոյ դժվար է, ոյ չի ստացվում, ոյ չի լինում, ոյ անընդհատ բաներ ես, պատճառներ ես ման գալի, անընդհատ պատճառներ ես ման գալիս։ Բայց ոչ մի գործ, ոչ մի աշխատանք դժվար չի։ Եթե այդ աշխատանքի վրա դրված պատասխանատուն, այդ աշխատանքի վրա դրված հաստիքը ունի պատասխանատվություն եւ աշխատասիրություն։ Դժվար բան չկա։ Եթե այդ հաստիկի վրա դրված անձը անպատասխանատու է եւ անաշխատունակ, իհարկե իր համար դժվար է լինելու։ Իհարկե այդ գործը տեղից չի շարժվելու։ Այնպես որ ասում են դժվար է այսյանին, այդ լոլոներին ես չեմ համատում։ Չեմ համատում։ Դժվար է դիմումներդ գրեք, ռադներդ քաշեք, գնացեք ինչի որ ընդունակ եք, դրանով զբաղվեք։ Եթե տարածքի X տարածքի պատասխանատուն իրավապահ համակարգը չգիտեմ, թաղային, եթե թաղային է, ներողություն, եթե հայերեն չեմ կարող ասեմ այդ բառը։ Եթե տվյալ X տեղամասի, թաղամասի թաղայինը չի տիրապետում իր թաղին, ուրեմն այդ թաղայինը պետք է իր դիմումին համաձայն ռադը քաշի եւ գնա իր չգիտեմ, այնձե մի բանով զբաղվի, որ իր մոտ ստացվում է։ Ուրեմն պետք է ռադը քաշի ուղակի։ Գնա չգիտեմ, մի ինչ որ իր մոտ ստացվում է դրանով զբաղվի։ Համացածում տարածվածը նորություն չէ։ Համացածում տարածված այդ ծեծը մեր իրականության մեջ սիրելի մարդիկ ամեն օր է եւ ամեն օր է տեղի ունենում նման դեպքեր։ Ամեն օր, ամեն աստծո օր նման դեպքեր Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում։ Ուղղակի համացածում սենց չի տարածվում։ Բայց համացածում տարածված այդ խուժանությունը, այդ լկտիությունը, այդ անդաստիարակությունը դատապարտելի է եւ այդ խուժան տեսակը պետք է արժանանա օրենքի գնահատականին։ Բոլորը անխնդիր, բոլորը պետք է արժանանա օրենքի գնահատականին։ Ու այո, պետք է գնան անչափահասների կալանավայրում նստեն։ 1 տարի, 2 տարի, 3 տարի, 6 ամիս պետք է գնան նստեն։ Պետք է օրենքը զբաղվի այդ անդաստիարակների դաստիարակությամբ։ Հայաստանի Հանրապետության օրենքը, իրավապահ ինստիտուտը պետք է այս անդաստիարակների դաստիարակությամբ զբաղվի, որպեսզի մի այլ դաստիարակված քաղաքացի ըստիֆած մարդասպան չդառնա, ըստիֆած բանտարկյալ չդառնա։ Սիրելի իրավապահ ինստիտուտ, իրավապահ մարմիններ, այս անդաստիարակների դաստիարակությունով դուք պետք է զբաղվեք, որպեսզի մի հատ դաստիարակված տղա այս անդաստիարակների պատճառով մարդասպան չդառնա, որպեսզի մի հատ դաստիարակված տղա այս անդաստիարակների պատճառով կալանավոր չդառնա։ Հասկացաք, Աստված մեզ հետ ամեն ինչ լավ է լինելու։ Բարի գիշեր ձեզ։ Տաշիրի բուլկի, առաջ չամիչի բուլկի։ Հասկացանք, տեսած պահեք ձեզ, ոչ քո, ոչ հոպարիտ փողերը, ձեզ որևէ մեկի թույլ չեն տալ, արա, որ մատ բարձրացնենք այս պետության վրա, որ այս պետությունից բարձր թփրտակ, արա, որ պետությունից բարձր տոնայությամբ խոսակ, արա, ոչ ոքդ քաղաքական մակարդակով չեք խնայվի, ովքեր որ անցնեն կարմիր գծերը, ոչ ոք, սիրելի մարդիկ, մերժված բանտայի, այս մասկվաբնակ ալիգարխների, այս մասկվաբնակ ալիգարխի աղբոր տղա առաջ չամիչի բուլկիների եւ վարչապետի տարբերությունը կայանում է նրանում, որ սրանք Հայաստանի Հանրապետությունը աշխատացրել իրենց անձնական հարստության, իրենց անձնական
կոմֆորտի եւ հարմարավետության համար, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատում է Հայաստանի Հանրապետության հարստության համար, Հայաստանի Հանրապետության հարմարավետության եւ կոմֆորտի համար։ Ահա եւ տարբերությունը, եթե դնում ենք մի հատ կարճ վերնագիր, վարչապետի եւ այս լակոդուկուտների տարբերությունը ինչու է կայանում, ես ասում եմ, այս լակոդուկուտների տարբերությունը կայանում է նրանում, որ այս լակոդուկուտերից գյադեքը այս պետությունը աշխատացրել են իրենց ազնական հարստության, իրենց ազնական հարմարության եւ հաճույքների համար, երկրի իրական Հայաստանի իրական առաջնորդ Նիկոլ Փաշինյանը աշխատում է Հայաստանի Հանրապետության հարստության համար, աշխատում է Հայաստանի Հանրապետության հարմարության եւ կոմֆորտի համար։ Ահա եւ տարբերությունը, ահա եւ իրականությունը ու վաղ թե ուշ մոլորված հայ մարդիկ, այ մարդիկ ովքեր գնում են փողի հետևից, ազնական շահի հետևից, այս պետությունից թանալված միլիոնավոր դրամների հետևից են գնում, վաղ թե ուշ այդ մարդիկ հասկանալու են, որ սա է իրականությունը եւ համակերպվելու են այս իրականության հետ, այդ տարբերակ չկա, այդ տարբերակ չկա, այդ տարբերակ չկա։ Սիրելի մարդիկ, բոլոր քաղաքային, ուժային, բոլոր ծառայողները, ով ինչ հաստիկ է զբաղեցնում, ում վրա ինչ պարտականություններ է դրած, դժվար որևէ բան չկա։ Այդ լոլոներ են կարծում, որ ասում են չի ստացվում, դժվար է էսենա։ Ուղղակի պետք է պատասխանատվություն եւ աշխատասիրություն։ Եթե բոլոր այն աշխատողները, տարբեր հաստիկներ զբաղեցնողներ, հավաքարարից միջև նախարար, բոլոր հաստիկներով, բոլոր նրանք ով տարբեր հաստիկներ են զբաղեցնում, եթե ամեն մեկը պարտաճանաչ, սրտացավ, իր վրա դրած պարտականությունը կատարի, աշխատի, դժվար ոչինչ չկա, ամեն ինչ օքեյ կլինի։ Եթե աշխատեն։ Եթե չեն աշխատում, արդեն խնդիրները ծնվում են, արդեն խնդիրները շատանում են։ Եթե տվյալ Տավուշի մարզի այդ ուչասկոյը, թաղայինը իր տեղում լիներ, աշխատեր, այդ անդաստիրակությանը մենք ականատես չենք լինի։ Եթե տեղում լիներ, եթե աշխատեր, տեղում չի աշխատում, դրա համար մենք այսպես անդաստիրակությունների ականատես ենք լինում։ Եթե դատավորները այս անդաստիրակներին գնահատական չտա, այդ ձև անդաստիրակների մենք ավելի շատ ենք ականատես լինելու։ Եվ ըստիֆած այդ անդաստիրակների դաստիրակություններով դաստիրակված մարդիկ են զբաղվելու։ Ու խեղճ դաստիրակված մարդիկ կանգնելու են խնդրի առաջ, ուզած։ Աստծով ամեն ինչ։ Իսկ սա լավ է եւ լավ է լինելու։ Բարի գիշեր ձեզ։